Մեզ ինչպիսի ղեկավար է պետք, ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող։ Մեզ նորմալ ղեկավար է պետք։ Ես 63 տարեկան եմ, 63 տարեկանում առաջի ղեկավարն է դա։ Որ ոչ թե ղեկավար, որպես տղամարդել չի։ Նա իր ոչ մի խոսքը չի պահում, ոչ մի ասածը չի անում։ Մինչև հիմա ասեք մի բան, որ արել է։ Որ խոսքն արել։ Ինչ արել։ Բարի, ժողովրդի հոգսերով ապրող։ Վետ տեսնա այդ ժողովուրդը կարում են ապրեն, շատ չի, այ բալա, շատ չի։ Լավ ոնց է մի քիչ էլի, այնքան վետ տեսնա ես օրինակ ես մինակ կնեկեմ։ Տղաս մահացել է, երկու աղջիկ ունեմ, երկուսը փարաքար են։ Ես ստանում եմ 36,000 դրամ փող, թոշակ հիվանդ կնեկեմ, մինակ ստեղ։ Ինձ վեճ օգնող ունեմ, վեճ շկող ունեմ, վեճ ոչ մի բան չունեմ։ Ոստ ինքը պիտի մտածի էլ վեր այդ մինակ կնեկը երրորդ կարգի հաշմանդամ կնեկա։ Դա կարում է ապրի, թե չէ։ Սուտ չասող։ Որ սուտ չասի։ Պիտի ժողովրդին հասկանա։ Բայց հիմա ժողովրդին հասկացող չկա։ Ժողովրդի կարծիքը, ամենամարտիա կարծիք ունի։ Տանք է ունեցող, ուրիշ ոչ բան։ Եվ ուժեղ, եւ հոգատար։ Ժողովրդի հոգսերով ապրող։ Խելոք ղեկավար, կայուն ղեկավար։ Ուժեղ, բարի, ժողովրդի մասին մտածող, հասկացող, գնահատի թոշակառուներից։ Ղեկավարը այն պիտի ինի վեր հասկանա, յուրան հայ ազգին հասկանա։ Հարուստներին 16 միլիոնը տրամադրալատոն են սարքալ, ինձ տոն չունեն։ Իմ 3 սենյակս ես սենյակին չափա, 3 հոգի։ Տղաս 32 տարեկան ամուսնացնելիս տեղ չունեն։ Բայց ինձ վարկը չեն տրամադրում։ Պարզ չի որ պիտի այդ ձևի ղեկավար լինի, որ ժողովրդին համար մտածի, ինչ որ անի թող ժողովրդի համար լավ լինի, ժողովրդին ինչ ասեմ, աղքատության մեջ չպահի, ինքը թեկուզ ասում է բարելավ էլա, բայց դա չէ, դեպի վատն է գնում։ Մեր Սյունիքը օրինակ որպես Արուշ Արուշանյան շատ գոհ ենք, շատ լավ ղեկավար, նրանից բացի ուրիշ մարդ չենք տեսնում մեր Գորիսի համար, թեկուզ իրան չեմ ճանաչում, բայց իր այդ բարեգործերը տեսնելով, լսելով, որ գնում ենք մեր Գորիսը, այն մաքրությունը, ամեն ինչը, չգիտեմ, Արուշից բացի ուրիշ մարդ չենք տեսնում։ Ոչ մի ղեկավարի չեմ ֆենանում։ Ինչպիսի ղեկավար եք, բայց կուզեք տեսնել։ Ոչ մի ղեկավար, ես Ղարաբաղ տեղահանված եմ, եկած տեղ, խոխասես տեղ զոհվալա, Ղարաբաղը լողտվալ են, յուրաց խոխասես որ կավե, 4 խոխան թողալա, բան այս ուրիշ բան չպետք է։